Եղբայրը խոսում էր, որ տեսնում ենք բոլոր Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսեն դուրս ելավ եւ ջուրով անցան եւ մտան անապատ եւ տեսնում ենք, որ մեծամասնությունը այլ ընդհանրապես բոլորը այդ ելողներից բացի երկու հոգի անապատի մեջ մեռան Անոնք որ նորեկ են այստեղ, այդ խորհուրդը չեն հասկանում, անոնք որ նորեկ են, ես ուզում եմ մի քանի խոսքով ասել, Եգիպտոսը կնշանակե աշխարհը, Թադաստանը, ինչ որ սատանային է պատկանում։ Իսկ Եգիպտոսեն դուրս ելելը այդ քերությունեն դուրս գալն էր, ջուրով անցնելը, երբ որ մարդը այդ քերությունեն դուրս է գալիս, ջուրով է անցնում, մենք մգրտվում ենք, Տիրոջ հետ ուխտ ենք անում եւ մտնում ենք անապատ։ Խոստացված երկերը սիրելիներ հավիտենականությունն է։ Անապատը կյանքն է, որ ապրում ենք։ Մենք անապատի մեջ ենք ապրում, պետք է անապատի մեջ ապրենք, որովհետև որպեսզի մեր ուշադրությունը Եգիպտոսին վրա չլա։ Անապատի մեջ բան չենք տեսնում մենք։ Անապատի մեջ մենք սովորում ենք ամբողջական Աստծո վստահել։ Տեսնում ենք, որ անապատի մեջ նույնիսկ Աստված իրենց մանանայով գերագրում էր իրենց Իրենք նույնիսկ ուտելիք չէին սարքում, անապատի մեջ չկար, այսինքն անապատը ոնց որ այդ ժամանակն էր սպասողական, որ պիտի անցնին, հետո խոստացված երկիրը պիտի մտնան, բայց այդ անապատի մեջ Տերը պիտի պահեր, երբ որ Տիրոջ ամբողջական վստահում եւ ամենակարևոր խոսքը, որ եղբայրը ասել, հնազանդությունը սիրելիներ։ Հեսու Եվ Քալեբ կատարյալ հնազանդներ էին Տիրոջ, դրա համար իրենք խոստացած երկիրը մտան։ Եվ տեսնում ենք, որ այսօր հավատացյալներու շատերի կյանքի մեջ նույն վիճակը կա, անապատի մեջ մեռնում են, որ Եգիպտոսեն ելեր են, Տիրոջ հանդիպել են, Տերը իրենց զորավոր ցերկով Եգիպտոսեն հաներ է, իրենց ջրով անցուցել է կարմիր ծովով, անապատի մեջը փայծ թերահավատության համար մանավանդ անհնազանդության համար ընկնում են սիրելիներ։ Սա որ շատ կարևոր կետ է, որ դրա մասին պետք է խոսենք։ Ինչ հոգի գար իրենց ներսիցին, եթե հիշում եք, մի քանի շաբաթ առաջ խոսեցանք շնորհքի տակ լինելու մասին։ Իսրայելի ժողովուրդը, որ անապատի մեջ մահացավ սիրելիներ, իրենց ներսիցին ստրուկության հոգի գար, իրենց ներսիցին ստրուկության հոգի գար, որդեգրության հոգի չկար։ Բայց տեսնում ենք, որ Հեսուի եւ Քալեբի մեջը իրենց ներսիցին որդեգրության հոգի կար, ոնց որ Աստված իրենց հայրն են, իրենք ամեն ինչ անում էին Աստծո հաջեցնելու համար։ Իրենք ուզում են Աստծո ամբողջական հնազանդ լինել, միայն թե Աստված իրանցով հաճի, ուրախ լինի, սիրելիներ։ Իրենց ներսիցին որդեգրության հոգի կար, սիրելիներ։ Եվ այսօր մենք Քրիստոսով մենք բոլորս որդեգրության հոգին ենք ստացել։ Քրիստոս մեզի արել է այդ ստրուկությունեն դուրս է անել, որովհետեւ մենք դառնանք որդիներ։ Եվ ինչպես խոսեցանք մենք, որդիները սիրելիներ, անոնք որ որդեգրված են, իրենք կուզենան իրենց հորը հաճո լինել։ Որովհետեւ իրենց հայրը, մեր հայրը սիրելիներ, ինչպես որ ասում ենք, մեր իդեալն է, մեր հերոսն է։ Ինքն է մեզ հանեց ստրուկությունից եւ մենք ուզում ենք իրեն նմանվել։ Իրեն նմանվելու համար մենք պետք է կատարելապես հնազանդ լանք իրեն։ Ես ուզում եմ դրանով մի հատ համար ընթերցել ցեզի Հովաննու 15-րդ գլուխ 10-րդ համարը, Հովաննու Ավետարանի 15-րդ գլուխ 11-ը պիտի ընթերցեմ նախ։ Նայեք ինչ է ասում Քրիստոս, Հովաննու 15-րդ գլուխ 11-րդ համար։ Գսե այս բաները ցեզի խոսեցա, որբեսի իմ ուրախությունս ձեր մեջ մնա ու ձեր ուրախությունը լման ըլլա, կատարյալ ըլլա ձեր ուրախությունը։ Գսե այն ուրախությունը, որ իմ ներսիտիս է, ձեր մեջ մնա եւ ձեր ուրախությունը կատարյալ ըլլա։ Այս բաները ցեզ խոսեցա, ինչ էր խոսում Քրիստոս։ Մի համար հետ երթանք եւ նայենք ինչ էր խոսում Քրիստոս։ Գսե 9-րդ համարեն ինչպես հայրս զի սիրեց, ես ալ ցեզ սիրեցի։ Իմ սիրուս մեջ հաստատ գեցեք։ Եթե իմ բադվերներս պահեք, իմ սիրուս մեջ պիտի գենաք, ինչպես
ես իմ հորս պատվերները բահեցի եւ անոր սիրու մեջ կեցերեմ։ Գսե եթե իմ պատվերներս բահեք, իմ սիրուց մեջ պիտի գենաք։ Ինքը ասում է ինչ է պայմանը Քրիստոսի սիրու մեջ գենալու։ Ասում է որ եթե իմ պատվերներս բահեք, իմ սիրուց մեջ պիտի մնաք։ Եվ ինքը օրինակ է մեզ ցույց տալիս, ինչպես ես հորս պատվերները բահեցի եւ անոր սիրու մեջ կեցերեմ։ Տեսնում եք, ինքը տարբեր չէր, նույն օրինակով էր։ Քրիստոս երկրի վրա մարդեղության ադեն կատարելապես ինքը հնազանդ էր իր հորը։ Եվ գսե որ ինչ որ հայրս ցույց կտա երկինքեն, դա եմ անում։ Ես իմ կամքս չեմ կատարում։ Ես անում եմ ինչ որ հայրս ցույց է տալիս երկինքից։ Ինքը կատարելապես հորը պատվերները բահեց։ Եվ ինքը բացատրում է, ես ինչպես իմ հորը սիրուց մեջ գեցել եմ, մնացի։ Ասում է որ ինչպես ես հորս պատվերները բահեցի եւ իմ հորը սիրուց մեջ գեցել եմ։ Քրիստոս հիմա 11-ը որ ընթերցեցինք, ինքը մեզի բացում էր խախտիկը, ինչ պետք է անենք, որպեսզի իր ուրախությունը մեր ներսիտին լինի։ Ասում որ այս բաները ցեզի խոսեցա, որպեսզի ինչի համար, որպեսզի իմ ուրախությունս ձեր մեջ մնա ու ձեր ուրախությունը կատարելա լման ալա։ Խախտիկ չէ, բայց ասում է շատ բարձ, դրանից մեկ համար առաջ, ասում է որ իմ պատվերներս բահեք, ինչպես ես իմ հորս պատվերները բահեցի եւ իր սիրու մեջ ես կեցել եմ սիրելիներ։ Տեսնում ենք որ այսօր հավատացյալի կյանքի մեջ ուրախություն չլալու պատճառը։ Հավատացյալը հավատացել է, որ Քրիստոս է կյանքը, հավատացել է, որ ինքն է փրկիչը, հավատացել է, որ հավիտենական կյանք կա, թեև լավ հավատացած չէ հավիտենական կյանքի, բոլորն էլ։ Լավ եթե հավատանք հավիտենական կյանքի, մենք դարբեր ցեղատեսակ մարդիկ կլինենք, լրիվ դարբեր ցեղատեսակ, դրա մասին ասեմ հիմա։ Ոնց որ քրիստոնյան ապրում է, որ հավիտենականություն եթե լինի, քոնի ես Քրիստոսին հետ կլինեմ, եթե չի լինի, ոնց որ։ Սիրելիներ, ինչու համար քրիստոնեայի կյանքի մեջ դխրություն կա, երջանկություն չի գա, ինչու համար Քրիստոսի ուրախությունը չի գա քրիստոնեայի կյանքի մեջ։ Հիմնական պատճառը անհնազանդությունն է Աստծո խոսքին։ Անհնազանդությունն է։ Շրթունքներով հեշտ է ասել, ես շատ եմ սիրում Հիսուսի։ Ում հետ որ խոսում ես, ասում ես գժվում եմ Հիսուսի համար։ Շատ եմ սիրում Հիսուսի։ Բայց Հիսուս ասում էր, որ ան որ ինձ կսիրե, ան է որ իմ պատվերներս կպահե։ Պարզ է ասում, ուրիշ բան չասեց։ Չասեց ինչ է սիրո փաստը։ Ինչ է սիրո փաստը։ Ասեց, եթե ինձ սիրում եք, դերսելով չէ, քեզ համար գժվում եմ, արցունքներ եմ թափում։ Այդ արցունքներն ար սովորություն կդառնան սիրելիներ մեր կյանքի մեջ։ Մենք կարող լիքը արցունքներ հոսեցնել։ Անընդհատ, բայց անհնազանդ գտնվենք։ Անհնազանդությունը սիրելիներ, ինչ է նշանակում անհնազանդ գտնվել։ Անհնազանդ գտնվել կնշանակե ապստամբ լինել։ Ապստամբ լինել։ Այն որ իմ պատվերներս կփռնե ու կպահե անեզի սիրո, Հովանու 14:21-ն է անոնք, որ ուզում են արձանագրել սիրելիներ։ Սիրելիներ, անհնազանդությունը ապստամբություն է, այսինքն ոնց կարանք ապստամբիլ։ Մարդ ինչպես կրնա ապստամբիլ։ Մարդ կարա ապստամբիլ այն ինչը որ ինքը գիտե։ Չիմացած բանին դեմ չի կարա ապստամբիլ։ Երբ որ գիտես որ սա այսպես պետք չէ անես։ Եթե անում ես, ուրեմն ինչ ես, ապստամբ ես։ Գսե որ Աստծո օրենքը ինքը մեր ոնց որ չերմաչափն է, ցույց է տալիս, որ մենք մեղավոր ենք։ Մովսեսական օրենքը, Աստված որ օրենքը ուղարկեց, այսինքն 10 պատվիրանները եւ 613 օրենք,
ինչ են ցույց տալիս։ Եթե այդ օրենքը չես պահեր, նշանակում է, որ ապստամբում ես։ Բայց եթե օրենք չի լիներ, մարդը չի գիտեր ինչի թեմ է ապստամբում, չգիտած բանին թեմ չի կարող ապստամբել։ Երեխան, որ 1 տարեկան է, ինքը գիտակցություն չունի, չի ճանաչում ինչ պետք է անի, չանե։ Երեխան գրնա չարություն անել 1 տարեկանին, 1.5 տարեկանին, այս խավաթը գցել եւ գոդրել, բայց ինքը չի ճոգում, ինքը չի ապստամբում։ Բայց եթե ես այս խավաթը բռնեմ, գցեմ, գոդրեմ, գիտեմ, որ պետք չէ անեի, իմ արածս ապստամբություն է սիրելիներ։ Եվ տեսնենք մենք անհնազանդության մասին ինչ է խոսում։ Առաջին թագավորաց 15-րդ գլուխ 22-23 համարները։ Մենք այստեղ բոլորս տեսնում ենք, որ Սավուղ Տիրոջ խոսքին գադարյալ չհնազանդեցավ, իր իմաստության վստահեցավ։ Եվ այստեղ Սամվել Սավուղին Տիրոջ խոսքն է հայտնում։ Գսե որ միթե Տիրոջը արչև ողջագեզներն ու զոհերը Տիրոջը ցայնին հնազանդություն ընելու չափ հաճո են։ Միթե Տիրոջը արչև ողջագեզներն ու զոհերը Տիրոջը ցայնին հնազանդություն ընելու չափ հաճո են։ Այսօրվա առումով ոնց մենք կրնանք նկարագրել ողջագեզները եւ զոհերը։ Այսինքն մեր ողջագեզները զոհերը կարա լինել մեր աղոթները, որ բարձրացնում ենք, մեր բարի գործերը, մեր ողորմությունները, մեր ծառայությունները, ամեն ինչ որ անում ենք, այս բոլորը ողջագեզներ եւ զոհեր են այսօր։ Բայց կսե այս բոլորը որ անում ես, աղոթում ես, ծառայում ես, ողորմություն ես անում, բարի գործեր ես անում, վազվզում ես աճ ու ցախ, բայց կսե եթե այդ բոլորը անում ես, Գսե Տիրոջը ցայնին հնազանդություն ընելու չափ հաճո են, ահա հնազանդությունը զոհեն ու խոս մտիկ ընելը խոյերուն ջարբեն աղեկ է։ Քանզի ապստամբությունը գախարտության մեղքին բես ու կամագորությունը կրապաշտության բես է։ Անհնազանդությունը ինչ բերավ, անհնազանդությունը ինչ բարերով օգտագործում է այստեղ դերը, ասում է, որ անհնազանդություն և այդ անհնազանդությունը բացատրում է, որ ինչ է ապստամբություն և կամագորություն։ Երբ ես ապստամբում և կամագորություն, երբ որ Տիրոջը խոսքը դու ճանաչում ես և մերժում ես, քու խելքիդ ես գնում, քու ցևդ ես որդեգրում, քու տարբերակդ ես որդեգրում, Գսե որ քանզի ապստամբությունը գախարտության մեղքին պես է, պատկերացնում եք ինչի է նման ծնում, գախարտության մեղքին մեջ, և գախարտությունը Տիրոջ համար քարշելի է, քարշելի, ու կամագորությունը կրապաշտության պես է, որովհետև դու Տիրոջը խոսքը մերժեցիր, անիգա էլ քեզ մերժեց։ Տեսնում եք, որովհետև Տիրոջը խոսքը մերժեցիր, անիգայար քեզ մերժեց սիրելիներ։ Այսօր մեր կյանքի հավատացյալի կյանքի մեջ բոլոր թշփախտությունները, երբ որ ուրախությունը չունենք, երջանկություն չունենք մեր ներսիտին, մենք թշփախտության մեջ ենք ապրում, դարաբանքի մեջ ենք, ոչ թե Հիսուսի անվան համար։ Մենք չենք ասում առաքյալներուն նման, որ գնում է մեկը գլխի վար խաչվեցավ, մյուսը գլխատվեցավ, մյուսները յուղի մեջ երացուցին, մյուսները սղոցվեցան երկու գդոր եւ այլն, դրանց մասին չենք խոսում, դրանք Քրիստոսի անվան համար են անում։ Բայց մենք ապրում ենք, բայց մեր կյանքի մեջ թշփախտ ենք, մեր կյանքի մեջ ուրախություն չունենք։ Երբեմն նույնիսկ խաբում ենք մենք իսկապես որ Տիրոջ ուրախությունը մեր ներսիտին չի գա, շատերնից Եվ մենք խաբում ենք, ասում ենք, որ մենք Տիրոջով ուրախ պետք է լինենք, խոսքը ասում է դրա համար մենք ուրախ ենք, բայց չենք։ Ինչու համար, որովհետև մենք անհնազանդ ենք Տիրոջ խոսքին։ Եվ դրանով մենք տարապում ենք։ Եվ ինչքան ադեն անհնազանդ ենք։ Եվ այդ անհնազանդությունը ասեմ որտեղից է սկսում, ամենահեշտը, ամեն մեկու տան մեջից։ Դան մեջից, հենց դան մեջից է սկսում։
Ամուսիններ, այդտեղից է սկսում, թիմեք, ամենահեշտը այդտեղից է սկսում, որովհետև բոլոր ժողովրդին առջև շատ հեշտ է քաղցր ջբիդով, քաղցր քույրս, քայրս եղբայրը, դա հեշտ է, գանցնի, 5 րոպե տեսնում ես, մի ժամ տեսնում ես, դրանով խնդիր չէ, դա աշխարհն ար կարող է անեմ։ Աշխարհի մեջ մարդիկ կան, որ թիվանակետ են, դիպլոմատներ են, դիպլոմատները ինչ են անում, իրենք ինչ են սովորում։ Դիպլոմատը ինչ է սովորում համալսարանում, ոնց ինքը կեղծ լինի, ոնց թիմացինի շոյ է, խապ է, քրավ է, որպեսզի իր ուսածը առնե։ Դա աշխարհի մարդիկն ար կարան անել սիրելիներ։ Մենք դրանց չենք կարող նմանվել։ Բայց սկսում ենք մենք մեր տան ներսիտից։ Մեր ներսիտի մենք մեր ծնողներուն անհնազանդ ենք լինում։ Մեր ամուսիններուն անհնազանդ ենք լինում։ Մեր գիները չենք սիրում, անդեսում ենք, վատ խոսքեր ենք ասում, բանի դեղ չենք տնում, ասում է, որ քու գինը սիրես, քու մարմինիդ պես հոգաս, եւ ալ ավելի, ասում է, ինչպես դերը սիրեց, եւ իր կյանքը թրավ, այսինքն զոհեց, կյանքը թրավ, այսինքն ամեն ինչ, որ իրն է, կնոջ համար թնել, հասկանում եք, բայց ինչ վիճակ կա տան մեջ, Տիրոջ խոսքին անհնազանդություն, ապստամբություն, հագարագություն, ոչ մեկը Տիրոջ խոսքին չի հնազանդում ոնց որ։ Մանավանդ տան մեջ, որովհետև մարդիկ ազատ են, եւ այնտեղից արդեն սատանան թշվախտությունը մարդուն կյանքի մեջ մտցնում է։ Դու կարաս ասել, որ բոլոր քույրեր եղբայրները ինձ շատ են սիրում։ Ամուսինդ քեզ ասում է, որ դու անհնազանդ կին ես, այս Տիրոջ բադվերանին հագարակ ես, կամ անհնազանդ զավակ ես, կամ դու կոպիտ, վատ խոսքերով խոսող ամուսին ես, որ ինձի ոչ մի հոգադարություն չես անում, եւ այլն այդ ծևով։ Ինքը գասե չէ, ես բոլոր քույրերը եղբայրները ինձի շատ են սիրում։ Բայց դու ով է իսկական, դու ով ես քու իսկականդ։ Դա որ երբ որ դու չանք չես անում, դու ազատ ես տանդ մեջը։ Երբ որ տանդ մեջ ազատ ես, դա է իսկականը։ Հիմա ասենք գիներ ամուսիններ, ասում է, որ մենք պետք է մեր հայրը եւ մայրը թողենք եւ գնոջ հարինք եւ մեկ լինենք։ Այսինքն մեր կյանքի մեջ ամենակարևոր անոթը լինում է մեր կինը կամ մեր ամուսինը, որտեղ մենք մեգանում ենք դրա հետ։ Հասկանում եք, մեր ամենասիրած անձը ով պետք է լինի մեր կյանքի մեջը։ Մեր կինը կամ ամուսինը։ Եթե երեխաները կինս է ինձի, կինն է, որ գնոջ մեջ ծնում է, այսինքն մենք ենք, որ միասին մեգանալով երեխաներ ենք ունենում։ Ուրեմն ամենակարևոր անձը իմ կյանքից մեջ պետք է լինի կինս կամ պետք է լինի իմ ամուսինս։ Ամենասիրած անձս, եթե ես ասում եմ սեր ունեմ, Տիրոջ սիրում եմ, բայց որ ոչ մի ցավով կյանքս չի ցուցաբերում, որ ես սիրում եմ իմ ամուսնուց գնոջս կամ մորս կամ հորս, որովհետև սիրո չափանիշը ասում է, որ հնազանդությունն է։ Հնազանդությունն է սիրելիներ։ Եթե հնազանդություն չի գա, ուրեմն ապստամբ ենք։ Երբ որ ապստամբ եմ, իմ կյանքից մեջ ճշմարտություն կա։ Իմ կյանքից մեջ տխրություն կա, եւ մենք չենք հասկանում։ Կամ ինչպես որ ինչու այս օրինակներն եմ տալիս, որովհետև սրանք ամենասովորական օրինակներն են, որ մեր կյանքի մեջ պատահում է, եւ մենք ուշադրություն չենք անում։ Կամ մի հատ մեկը մոտենում է, ասում է, որ անցյալ օրը հովիվը մի բան ասեց, ես վիրավորվեցա 3 ամիս է եկեղեցի չեմ գնում։ Ապստամբեր ես Տիրոջ խոսքին թե։ Դերը ասում է, որ եթե իսկապես անիրավ դեղը վիշտ ես կրում, դա շնորհք է Տիրոջ մե։ Մենք մեր իրավունքին համար անընդհատ պատերազմ ենք տանում, ապստամբել ենք Տիրոջ խոսքի մեջ ոչ։ Իրավունք մի անգամից ուզում ենք մենք մեր անձերը պաշտպանել։ Մեկը բան ասեմ, մի անգամից արյուծ ենք կտրում եւ ուզում ենք որ մեր անձերը պաշտպանել։ Կամ մի լավ բոլորդ կարելի է գիտեք, անցյալները Պավել եղբայրը մի սիրուն բան ասեց, որ մտքից մեջ եղավ, գրնալալ գիտեք չես մեզ շատերն նոր գրնագը լսեն։ Այդպես պատմությունը պատմեց, որ իսկական պատմություն է սա, հավատացյալը, որ ինքը մգրդվել է, անդամ է եղել, որոշ ժամանակի մեջ եկեղեցիի մեջ է եղել, հետո այլևս զզվեր է եկեղեցիից, մոտեցել է հովիվին, ասում է, որ ես ուզում եմ թողել եկեղեցին։ Ասում է, որ ինչու համար ուզում ես թողել եկեղեցին։ Ասում է, որ եկեղեցիի մեջ
ոնց որ Աստծո խոսքը այդպես չէ, ահագին գեղձավորություն կա, նախանց կա, հակարակություն կա, սխալներ կան եւ այլն եւ այլն եւ այդ բոլորը ես չեմ կարող անել։ Դրա համար ուզում եմ ես թողել եկեղեցին գնալ։ Ասում է լավ, կթողես կգնաս, բայց նախքան թողես գնաս, քեզանից մի բան եմ խնդրում, դա արա հետո գնա։ Ասում է լավ, այս բաժակը բեռնեպերան չուր է լեցնում, բեռնեպերան այսպես, եւ տալիս է այդ հավատացյալին, հովիվը։ Ասում եմ համար դուրս ելիր եկեղեցին շուրջը մի հատ լրիվ բաները, պտտվիր եկեղեցին շուրջը, բայց չթողես մեկ կաթիլ չուր ընկնե, թափի։ Եվ վերադարձիր մոդս։ Լավ գսե գարնե դուրս գելը։ Եվ հետո կվերադառնա քրդինք չուր, այդպես ուշար քրդիկները վազում է, գսե ահա, կաթիլը չուր չի թափեցի։ Գսե որ լավ գսե, հիմա եկեղեցին շուրջը որ դարձար, ինչ տեսար, ինչ կար եկեղեցին շուրջը։ Գսե բան չի տեսա, ոնց տեսնեմ, որովհետև չուրին վրան էր աչքերս։ Որ գաթիլը չի թափեի։ Ահա գսե, եթե քո աչքերդ Քրիստոսին վրա լիներ, դու եկեղեցի մեջ նար ոչ մի բան չէիր տեսներ։ Եվ սա գադարյալ դժմարտություն է սիրելիներ։ Սա գադարյալ դժմարտություն է։ Դրա համար մենք միշտ ոնց որ Աստծո խոսքը մեզ համար չէ ոնց որ դիմացինին համար է։ Մենք եկեղեցիի մեջ ենք լինում։ Բայց ոնց որ ասում ենք նայ, դիմացինը այս խոսքին պետք է հնազանդ լա, այդ մյուս քյուրիկը, մյուս եղբայրը, ես բոլորը պետք է հնազանդ լան, բայց ոնց որ այդ խոսքը ինձի ուղղված չէ։ Մենք ուզում ենք բոլորի մեջ տեսնենք այս խոսքի գադարյալ հնազանդությունը, բայց մենք հնազանդ ենք կամ ոչ, դրանք չենք նայում։ Բայց մենք ոնց որ այդ քավաթի նման, մենք ուրիշ տեղ չպիտի մեր անձերում բիտնայինք եւ մեր նայվածը պետք է լա Քրիստոսի վրա սիրելիներ։ Դրա համար սա թեև ինքը բարձ նյութ է երևում, բայց ամենաշատ կարևոր բան է։ Սա եկեղեցի, ժողովրդի, հավատացյալներու դխրության հիմքն է, անհնազանդություն, հետևաբար ապստամբություն, կամագորություն, դասե որ որովհետև դու Տիրոջը խոսքը մերժում ես, ես արքեզ մերժեցի, ովևէ մի տեղ դու պիտի նայես քո կյանքիդ մեջ որտեղ ես մերժում Տիրոջ խոսքը, քեզի անիրավություն են ըրել, դու դրա դեմ պատերազմում ես, ուրեմն մերժում ես Տիրոջ խոսքը։ Երբեմն մեկը մյուսին մոտենում է, ասում է, որ ես քեզ ներում եմ։ Ասում եմ, որ դու պրոբլեմ ունես, որ դակավին ներելու համար մոտեցել ես, որը Տիրոջ խոսքը եթե պիտի նայենք, քո մեջդ ներելու, չի ներելու խնդիր բեք չէ լինի, ասում եմ, որ սերը մեղքերու բազմությունը ծածկում է, այսինքն դու չես դառնանում, որպեսզի քաս ներես, եթե Տիրոջ սիրո մեջ ապրում ես, դու նախ չես դառնանում, որպեսզի ելես ներես, որովհետև Ստեփանոսը քարգոծված ադենը սիրելիներ, չէր ասում, որ դեր ես այս բոլորին ներում եմ, կամ իրեն ժողովրդին չէր ասում, դուք ինձ քարգոծում եք, ես ձեզ ներում եմ, այդպես բան չասեց։ Ասում էր, որ դեր, խնդրեմ ներե, որովհետև չգիտեն ինչ են անում։ Ինքը իր վրայով չէր, ինքը պրոբլեմ չուներ, ինքը չէր դառնացած իրենց դեմ։ Ինքը ներելու կարիք չուներ։ Սա է ճշմարիտ որդի լինել Աստծո հետ մեգանալ։ Ներելու կարիք չուներ ինքը սիրելիներ։ Ինքը բարձրապես որ ասում էր հայր դեր դու ներե, որովհետև չգիտեն ինչ են անում, նույնպես Քրիստոս խաչին վրա։ Քրիստոս խաչին վրա չասեց, որ դուք ինչ խաչում եք, ես ձեզ ներում եմ, այդպես բան չասեց։ Ասեց հայր, չլա որ մեղսեվես, որովհետև չգիտեն իրենք ինչ են անում։ Սա է ճշմարիտ որդի հոգին, որդեգրության հոգին, մեր ներսիտին, կարևոր է, մենք որդեգրության հոգի պետք է լինի մեր ներսիտին, սիրելիներ, մենք ստրուկներու նման չպիտի ապրենք։ Եվ այս խոսքը նոր ասեմ եւ ավարտեմ։ Ուրեմն քիչ առաջ ասում էի, որ եթե մենք իսկապես հավիտենականության հավատում ենք, շատ ադեն ասել եմ կարող է, բայց որ սա իսկապես որ միշտ սրա վրայով եմ մտածում ես իմ կյանքիս մեջը։ Եթե Տերը ինձ առնե եւ ինձ իսկապես 2 րոպեով հավիտենականությունը մտցնե, եւ տեսնեմ 2 րոպե դիտեմ այդ հավիտենականությունը, ինչ է այդ հավիտենականությունը, Տիրոջ հետ լինել, Աստծո թագավորությունը ինչ է հավիտյանս հավիտենից, եւ վերադառնամ, ես չեմ կարող նույն կյանքը ապրել։ Ոչ մեկը ցեզանից, սիրելիներ, չեք կարող նույն կյանքը ապրել։ Մի անգամից ձեր կյանքը կփոխվի, չեք կարող ապրել, որը դուք 100% վստահ եղաք, տեսակ ձեր աչքերով։ Ինչ այլևս նշանակություն ունի։
Ինչ նշանակություն ունի։ Եթե մենք հավիտենականության համար ապրող ժողովուրդը լանք սիրելիներ, մենք տարբեր ցեղատեսակ կլինենք։ Հասկանում եք, չէ՞, ինչ է նշանում ցեղատեսակ։ Մենք տարբեր ցեղ կլինենք, տարբեր ցեղատեսակ։ Ոնց որ ուրիշ մոլորակ է եկերենք այս աշխարհի վրա։ Բայց մենք ոնց որ ապրում ենք աշխարհի մարդկանց նման, աշխարհի մարդկանց մտահոգություններ ունենք։ Մեր ժամանակը ներդրում ենք աշխարհի մարդկանք ոնց են ներդրում իրենց ժամանակը։ Մեր ժամանակի մեծ մասը աշխարհի մարդկանց նման ներդրում ենք մենք։ Ոնց որ այս կյանքիներով ապրում։ Բայց իսկապես եթե հավիտենականությունը մենք տեսնենք, մենք լրիվ ամբողջական տարբեր տեսակի կյանք ապրենք։ Լրիվ ամբողջական ցեղատեսակ կլինենք ամբողջական տարբեր։ Եվ վստահ որ մենք լրիվ հնազանդ կլինենք Տիրոջ խոսքին, որտեղ ոչ մի բան մեզ չի հետաքրքրում այս կյանքի մեջը։ Մենք մեր հայացքը ուղղված է հավիտենական, մենք հաստատ գիտենք այնտեղ պիտի հասնենք։ Ինչ կուզե թող լինի, ես այնտեղ եմ ուզում հասնել։ Այս 10 տարին, 20 տարին, 30 տարին, ինչ որ գա, աչքս կփակեմ, կփակեմ, գանցնի։ Բայց ես ուզում եմ այդ հավիտենականությունը, ես բոլոր նպատակս հավիտենականություն է։ Գիշեր ցերեկ ես հավիտենականություն եմ մտածում, ոչ այդ հավիտենականությունը պիտի հասնեմ։ Եթե այսպես ապրենք, եթե այսպես մտածենք, մենք նույն մարդիկ կլինենք, բայց մենք սրա համար կանչվել ենք սիրելիներ։ Ամեն, աղոթենք։